Եվ այսպես ուշադրություն գաղտնալսումներ։ Գաղտնալսումների 99%-ը ամբողջությամբ մեր ձևով շարժման կամ ուժեղ Հայաստան կուսակցության համակիրների խոսակցություններից է տարածվում եւ ընդհանրապես ինչ կա սրա մեջ, ինչպիսի վտանգներ կան եւ ինչու չեն իրավապահները կոնկրետ կուսակցությանը ենթարկում համապատասխան պատժի եւ ինչու պետք է ընտրություններին մասնակցի մի կուսակցություն, որտեղ աճ ու ձախ փողեր են բաժանում, որովհետև իրենք այդ փողի խնդիրը չունեն։ Եվ տեսեք մի հետաքրքիր փաստ, մինչև այս գաղտնալսումները Սամվել Կարապետյանը եւ իր թիմը ունեին շատ ահռելի մեկ մինուս, դա Սամվել Կարապետյանի կապն էր Ռուսաստանի Դաշնության հետ, որը աշխատելու է բնականաբար իր դեմ։ Գաղտնալսումների ընթացքից արդեն հասկացանք, որ նախկին բարքերը եւ վարքերը վերադարձնելու ինչ-որ պրոցես է սկսել, եւ այս գաղտնալսումները ամբողջությամբ տեղավորվում են այս հայտարարության մեջ։ Դա Սերժ Սարգսյանի ժամանակ էր, երբ որ 5000 դրամով փորձում էին ձայն առնել ժողովրդից։ Մենք զարմանում ենք իհարկե, որ Հայաստանի Հանրապետությունում այս երկրի դժբախտությունները տեսած մարդիկ, թե փողով ընտրված իշխանությունները ինչ խնդիրներ են առաջացրել, որ բանակում զենք չկար, բանակում զինվորը գարի-ցորեն էր ուտում եւ այդ բանակը պարտվեց 20 թվականին, դուք ուզում եք էլի կոռումպացված ռեժիմ ստեղծեք ձեզ համար, բերել իշխանության, հարգելի ժողովուրդ, չի կարելի վերցնել ընտրակաշառք։ Խնդրեմ, ուզում եք ընտրել Սամվել Կարապետյանին, գնացեք ընտրեք Սամվել Կարապետյանին։ Դրա դիմաց գումար վերցնելը անբարոյականություն է եւ որը պետքա պատժվի շատ խիստ։ Նաեւ ուզում ենք իրենց մոտեցումը ներկայացնել։ Սամվել Կարապետյանը այս հարցին ի պատասխան ասում է, որ սա իշխանություններն են սարքում, դրանք կեղծ են։ Ես չեմ կարծում, թե իրավապահ համակարգը պետքա իշխանությունների համար կեղծիքներ անի, որովհետև շատ լավ հասկանում է այդ իրավապահ համակարգի աշխատողը, որ եթե իշխանություն փոխվեց հանկարծ, առաջին հենց իր հետևից են գնալու, բայց կլինի դատական նիստեր, կհասկանանք սրանք կեղծիքներ են, թե սրանք իրականություն են, ամենայն դեպս ձերբակալվողները իրական մարդիկ են եւ եթե լինի կեղծիք, ոնց են ձերբակալվելու, անկապ գնալու են նստեն, հետո անկապ դատա լինելու, ազատ են արձակվելու այդ մարդիկ։ Նաեւ ուզում եմ ասել հետեւյալը. Վազգեն Սարգսյանը երկիր կառուցեց, ում համար անկախությունը ծնող էր եւ ում համար անկախության մասին խոսելը ծնողի մասին խոսելուն հավասար բան էր, այդ տղու սարքած երկիրը մի քանի գրոշով ծախելը, գնացեք մտածեք, թե դուք ինչ եք անում, դուք ովքեր եք, եւ ցավալին նա է, որ դա մի քանի հատ չի, գրեթե ամեն օր դրանք հրապարակվում են։ Դա մասշտաբային բնույթ է կրում ամենօրյա ռեժիմով, որը ձայնագրվում է, որն էլ չի ձայնագրվում, ովքեր որ փող են վերցրել, թող մի հատ լավ մտածեն, որ այսօր ձեզ փող տվեցին, վաղը ձեր հետևից են գալու, ձեր ընտանիքներից այդ փողերը 10 անգամ ավել քերելու են, եւ այդ ժամանակ ոչ մեկս չենք կարող գալ եւ փրկել ձեր ընտանիքները, քանի որ դուք արդեն ձեր երկիրը վաճառել եք։ Շատ մեծ ցավ եմ ապրում, որ Հայաստանի ընդդիմությունը այս ընդդիմությունն է, միլիարդատերեր են, միլիոնատերեր են, բայց իրականում ասելիք չունեն։ Ինչ են ասում, ստեր 300,000 ադրբեջանցի ասում է գալու, մեկը ասում է պետքա երաշխավորներ բերենք, մյուսը ասում է եթե ինձ չընտրեք Սյունիքն են տալու։ 2021 թվականին նույն ավելի վատ բաները Փաշինյանի հասցեին ասում էին, ոչ Սյունիքը տվեց, ոչ մի հակապետական եւ դավաճանություն չգործեց եւ հիմա մենք վստահ ենք, որ ընդդիմության այս թեզերը ուղղակի մարդկանց նյարդերի վրա խաղալ է, կգա հունիսի 7-ը եւ ժողովուրդը կորոշի։ Եվ այսպես ուշադրություն սիրելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետությունը երկար տարիներ անց կրկին անում է զորահանդես եւ այս զորահանդեսը իհարկե
տարբերվող է լինելու եւ այս զորահանդեսը այն բացառիկներից է, որտեղ որ ներկայացված են այլ երկրներից ներմուծված զենքեր եւ ամենակարևորը սա չէ, ամենակարևորը հենց այն է, որ մենք ներկայացնելու ենք նաեւ մեր իսկ սեփական ձեռքերով սարքած այնպիսի հզոր զենքեր, որոնց արդեն մի շարք պետություններ իրենց հետաքրքրությունն են հայտնում եւ նաեւ մենք վաճառել ենք այդ զենքը մի քանի երկրների, որոնց անունները բնականաբար դեռևս պահվում է գաղտնի։ Այս զորահանդեսին ըստ տեղեկատվությունների ռուսական արտադրության զենքեր չեն ցուցադրվելու, ինչու, որովհետև Հայաստանը վերջին տարիներին Ռուսաստանից զենք չի գնել, բայց մենք պետք է նաև հիշենք հետևյալը, որ մենք Ռուսաստանին վճարել ենք $400 միլիոն գումար եւ Ռուսաստանը մինչեւ այսօր մեզ չի վերադարձնում այդ գումարը եւ ոչ էլ տրամադրում է այդ գումարի դիմաց այն զենքերը, որի համար վճարվել է։ Սրա մասին հայկական իշխանությունները ռուսների նման անդադ չեն թմբուկահարում, ասում, որ մենք փողը տվեցինք, մեզ զենք չտվեցիր, ուրեմն դու թշնամական ես վերաբերվում մեզ։ Հայաստանը շատ լուր, Հայաստանը շատ խելոք գնում է առաջ եւ ռուսական ագրեսիան եւ սահմանափակումները հայկական արտադրանքի նկատմամբ ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ թե գնում է Եվրոպա, այլ Հայաստանը գտել է իր անկախությունը եւ Հայաստանը այդ անկախության մեջ չի կարող լինել որևէ պետության ստրուկը։ Հայաստանը կապրի երկար եւ կապրի խաղաղ, եթե լինի անկախ։ Եվ նաեւ պետք է արձանագրենք հետեւյալը. եթե 2018 թվականից առաջ հայկական բանակի մասին մտածեին այնպես, ինչպես այսօր մտածում է Հայաստանի կառավարությունը, 2020 թվականի պատերազմը կամ չէր լինի, որովհետև Ադրբեջանը կվախենար, կամ եթե լիներ, հայկական բանակը պարտություն չէր կրի։ Այսօր մենք ինչ ենք տեսնում, Հայաստանը ծաղկում է բոլոր ոլորտներում, բանակ, ռազմաարդյունաբերություն, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակութային տներ, ամեն ինչ, էլ չենք ասում թոշակներ, առողջապահական ապահովագրություն, որը թոշակառուների եւ երեխաների համար անվճար է, եւ որոշ ուժեր, որոնք հովանավորվում են հյուսիսային կայսրությունից, փորձում են ընդհատել հայկական այս թափ հավաքող մեքենային, որը գնում է դեպի ապագա, դեպի ավելի լավ եւ բարեկեցիկ Հայաստան եւ փորձում են այս գերմանական արտադրության մեքենան փոխարինել սովետական արտադրության Ժիգուլիով եւ Հայաստանի ժողովուրդը պետք է ինքը ընտրի, ինքը ուզում է Ժիգուլիով շարժվի առաջ, թե ուզում